Այլ հայացք Ռուսաստանում վառելիքային ճգնաժամին։ 2026 թվականի ամռանը Ռուսաստանը կանգնեց մի իրավիճակի առաջ, որը մինչև վերջերս գրեթե անհնար էր պատկերացնել։ Աշխարհի խոշորագույն նավթարդյունը հանող եւ արտահանող երկրներից մեկում սկսվեց լայնածավալ վառելիքային ճգնաժամ։ Տասնյակ շրջաններում բենզալցակայաններում առաջացել են հերթեր, գործում են վաճառքի սահմանափակումներ, որոշ կայաններ դադարեցրել են աշխատանքը, իսկ մասնավոր լցակայաններում բենզինի գինը առաջին անգամ գերազանցել է 150 ռուբլին 1 լիտրի համար։ Սա պարզապես տնտեսական տատանում չէ։ Վառելիքային ճգնաժամը պատերազմի, պատժամիջոցների, լոգիստիկ խոցելիության եւ Ռուսաստանի տնտեսական մոդելի կառուցվածքային սահմանափակումների ուղղակի հետևանք է։ Եթե 2022-25 թվականներին Ուկրաինայի դեմ պատերազմի տնտեսական հետևանքները հիմնականում արտահայտվում էին բյուջեի վրա ճնշմամբ, գնաճով եւ տեխնոլոգիական ոլորտի դժվարություններով, ապա այժմ պատերազմի գինը սկսել է տեսանելի դառնալ շարքային քաղաքացիների համար, հենց բենզալցակայաններում։ Ճգնաժամի գլխավոր պատճառը վերջին ամիսներին Ուկրաինայի կողմից իրականացվող համակարգված հարվածներն են Ռուսաստանի նավթային ենթակառուցվածքներին։ Եթե պատերազմի առաջին փուլում թիրախավորվում էին հիմնականում սահմանամերձ օբյեկտները, ապա այժմ Ուկրաինայի մշակած հեռահար անօդաչու համակարգերը սկսել են խոցել նաև Ռուսաստանի խորքում գտնվող նավթավերամշակող գործարանները, պայեսներն ու բաշխիչ ենթակառուցվածքները։ Ըստ միջազգային գնահատականների, ժամանակավորապես շարքից դուրս է եկել Ռուսաստանի նավթավերամշակման հզորությունների մոտ 1/4-ը։ Վնասվել են նաև այն գործարանները, որոնք վառելիք էին մատակարարում Մոսկվային, Դաշնության հարավային շրջաններին եւ Ղրիմին։ Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ թիրախավորված գործարանների վերագործարկման հարցում Ռուսաստանը բախվում է դժվարությունների։ Պատճառները մի քանիսն են։ Նախ բազմաթիվ գործարաններ կառուցված են արևմտյան տեխնոլոգիաներով։ Պատժամիջոցներից հետո անհրաժեշտ սարքավորումների, կառավարման համակարգերի եւ պայստամասերի ներմուծումը Ռուսաստան զգալիորեն բարդացել է։ Երկրորդ, նույն օբյեկտները հաճախ կրկնակի թիրախավորվում են։ Նույնիսկ եթե սկսվում են վերականգնողական աշխատանքները, նոր հարվածները կրկին հետաձգում են գործարկումը։ Երրորդ գործոնը վառելիքի պահանջարկի սեզոնային աճն է, պայմանավորված զբոսաշրջային, գյուղատնտեսական եւ շինարարական ոլորտների ակտիվացմամբ։ Այս ամենի հետևանքով մայիսից սկսած վառելիքի արտադրական կարողություններն այլևս չեն բավարարում ներքին պահանջարկը եւ շուկայում սկսվել է ձևավորվել դեֆիցիտ։ Ռուսաստանի կառավարությունը փորձում է մեղմել իրավիճակը, սահմանափակելով բենզինի եւ ավիացիոն կերոսինի արտահանումը։ Քննարկումներ կան նաեւ դիզվառելիքի արտահանման հնարավոր արգելքի մասին։ Չնայած այդ ամենին, շուկայում վառելիքի գները շարունակում են աճել, իսկ վերավաճառքը դարձել է տարածված երևույթ։ Ճգնաժամը զգալի ազդեցություն ունի նաև իրական տնտեսության վրա։ Գյուղատնտեսական եւ լոգիստիկ ոլորտներում աճել են տրանսպորտային ծախսերը, ինչը բարձրացնում է ապրանքների ինքնարժեքը։ Առավել խոցելի են այն շրջանները, որտեղ ավտոմոբիլային փոխադրումներն այլընտրանք չունեն։ Ճգնաժամի ամենանշանակալի դրվագներից մեկը Ռուսաստան վառելիքի ներմուծումն է, ինչը նոր երևույթ է։ Reuters-ի տվյալներով Մոսկվան սկսել է ծովային ճանապարհով բենզին ներմուծել Հնդկաստանից։ Առաջին խմբականակը կազմել է 60-ից 70 հազար տոննա։ Ընդհանուր առմամբ Ռուսաստանը նախատեսում է ամսական ներմուծել մինչև 400 հազար տոննա։ Ավելացել են ներմուծման ծավալները Բելարուսից, Մոսկվան ակտիվ բանակցությունների մեջ է նաև Ղազախստանի հետ։ Վառելիքի ներմուծումը ըստ փորձագետների կարող է որոշակիորեն մեղմել ճգնաժամը, սակայն չի կարող լիովին բավարարել պահանջարկը, որը ամռան ամիսներին գերազանցում է օրական 110 հազար տոննան։ Առավել բարդ իրավիճակ է ձևավորվել Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող Ղրիմում։ Թերակղզին գրեթե ամբողջությամբ կախված է մայրցամաքային մատակարարումներից։ Վերջին ամիսներին Ուկրաինան հետևողականորեն հարվածում է ոչ միայն նավթային օբյեկտներին, այլև այն ենթակառուցվածքներին, որոնք ապահովում են Ղրիմի լոգիստիկան, կամուրջներին, ճանապարհներին եւ պայեսներին։ Տեղի իշխանություններն արդեն ամբողջությամբ դադարեցրել են բենզինի վաճառքը քաղաքացիական անձանց, առաջնահերթությունը տալով բանակին, արտակարգ ծառայություններին եւ պետական կառույցներին։ Ղրիմում ճգնաժամն ունի նաեւ քաղաքական կողմ։ 2014 թվականից ի վեր Մոսկվան փորձում է ներկայացնել թերակղզին որպես Ռուսաստանի հաջող ինտեգրման օրինակ, կառուցելով կամուրջ, մայրուղիներ եւ էներգետիկ ենթակառուցվածքներ։ Սակայն այսօր Ղրիմը վերածվել է խոցելի լոգիստիկ գոտու, որտեղ վառելիքի պակասը անմիջականորեն ազդում է զբոսաշրջության, առևտրի եւ բնակչության առօրյայի վրա, մեծացնելով սոցիալական դժգոհությունը։ Ռուսաստանի իշխանությունները պնդում են, որ իրավիճակը վերահսկելի է եւ արտադրությունը կավելանա առաջիկա ամիսներին։ Սակայն խնդիրը միայն արտադրության ծավալները չեն։
Քանի դեռ շարունակվում են համակարգված հարվածները նավթավերամշակման եւ լոգիստիկ ենթակառուցվածքներին, յուրաքանչյուր վերականգնված օբյեկտ կարող է կրկին հայտնվել թիրախում։ Բացի այդ, նույնիսկ ներքին շուկայի մասնակի կայունացման դեպքում արտահանման սահմանափակումները նվազեցնելու են Ռուսաստանի արտարժութային եկամուտները, ստեղծելով լրացուցիչ տնտեսական ճնշում։ Այս ամենը ցույց է տալիս պատերազմի բնույթի փոփոխությունը։ Եթե նախկինում տնտեսական ճնշման հիմնական գործիքը պատժամիջոցներն էին, ապա այժմ ռազմական գործողությունները կարողանում են ուղղակիորեն ազդել Ռուսաստանի ներքին տնտեսական համակարգի վրա։ Ամփոփելով կարող ենք արձանագրել, որ Ռուսաստանում ստեղծված վառելիքային ճգնաժամը ամենայն հավանականությամբ կմնա ռուս-ուկրաինական պատերազմի ամենանշանակալի տնտեսական դրվագներից մեկը։